բայց եթե դաստիարակության, փոխհարաբերությունների համակարգում այնուամենայնիվ մենք հաշվի ենք նստում, որ դեռահասը արդեն նախկին երեխան չէ, արդեն մեծահասակ է եւ ունի մեծահասակությանը բնորոշ պահանջմունքներ եւ մենք փորձում ենք դա ինչ որ չափով բավարարել, ավելի այսպես համընթաց է անցնում մեր հարաբերությունները եւ դեռահասության տարիքի ճգնաժամը ավելի մեղմանում է։ Իսկ հասկանալու համար թե արդյոք մեր դեռահասի մոտ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, արդյոք ինքը այդ սեռահասունացման փուլի վրա է կանգնած, արդյոք հոգեբանական նորագոյացումները համապատասխանում են դեռահասության տարիքի բնորոշմանը, մենք նախ արտաքին այդ փոփոխություններին պետք է շատ ուշադիր լինենք, այո, տղաների մոտ մածածայցկույթի առկայություն, ձայնի փոփոխություն, աղջիկների մոտ կուրծքն է մեծանում, ձայնը նույնպես փոխվում է, կարծես արտաքին մարմնական դրսևորմամբ տղան դառնում է տղամարդու չափանիշներին է համապատասխանում, աղջիկը դառնում է ավելի կանացի եւ համապատասխանում է կնոջ կանացիության չափանիշներին։ Սրանք նշաններ են, որ մենք կարողանում ենք հասկանալ դեռահասը անցում կատարել է այդ սեռահասունացմանը, դեռահասության փուլին բնորոշ զարգացմանը, թե ոչ։